Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Տիրանույշ Պապյանն եմ։ Մերձավոր Արևելքում արդեն 1 ամսից ավելի շարունակվող պատերազմը առայժմ չի ավարտվում։ Այդ պատերազմը ընդգրկել է նաև այնպիսի երկրներ, որոնք վերջին տասնամյակներում շատ խաղաղ ու անվտանգ երկրներ էին համարվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Կատարը եւ այլն։ Այս երկրներում ավանդաբար կա հայկական ուժեղ համայնք, որը շատ մեծ չէ, բայց տեղի հայկական համայնքներում տնտեսապես շատ կայացած մարդիկ կան, որոնք նաև Հայաստանում են ներդրումներ կատարում, նպաստում այդ երկրների եւ Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանը։ Եվ ահա մենք հնարավորություն ունենք կապ հաստատելու մեր դեսպանների հետ, մասնավորապես այս պահին զրուցելու ենք Քուվեյթում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն դեսպան, նախ վերջին 1 ամսվա ընթացքում ուզում եմ ներկայացնեք, թե ընդհանրապես Քուվեյթում գտնվող հայկական համայնքի եւ դեսպանության անվտանգությունը ինչպես է ապահովվում, կան արդյոք անհանգստություններ, թե ոչ, եւ ուրեմն դեսպանությունը այս առումով ինչպիսի ուրեմն համագործակցության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության հետ, ինչ քայլեր են իրականացվում, այսպես առավել մանրամասն կարող եք ներկայացնել։ Շատ լավ։ Ուրեմն փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեցին հատուկ գործողությունները, Ամերիկյան Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ գործողությունները Իսրայելի դեմ, տարածաշրջանի բոլոր երկրները եւ Քուվեյթը այս առումով բացառություն չէր, սկսեցին ենթարկվել ակտիվ հրթիռակոծման եւ դրոնակոծման։ Առաջի հարվածը հասցվեց Քուվեյթի միջազգային օդակայանին, այն պահին, երբ որ պետք է թռիչք կատարեր Քուվեյթ-Երևան հերթական ջազիրա ավիաընկերության չվերթը, որը բնականաբար չեղարկվեց եւ ուղևորներին տեղափոխեցին ավելի ապահով անվտանգ վայր։ Ցավոք այդ մարդիկ, որոնք որ պետք է ուղղակի կամ տրանզիտով էին գտնվում Քուվեյթում, կամ ուղղակի զբոսաշրջիկներ էին, կամ այստեղ ապրող քուվեյթահայեր, որոնք որ ինչ-ինչ հանգամանքների բերումով պետք է ճամփորդեին Հայաստան, զրկվեցին այդ իրավունքից եւ հետագայում իրենց գործողությունները կապված էր արդեն թե դեսպանության հետ համակարգմամբ, թե ջազիրա ավիաընկերության համակարգմամբ, ուրեմն իրենց հանգիստը, այսինքն իրենց այստեղ կեցությունը, իրենց սնունդը ապահովելու եւ մնացած բոլոր կարիքները հոգալու հետ։ Ուրեմն ինչպես ասեցիք, այո, Քուվեյթում կա բավական չէ, ասի մեծ, պարզապես բավական ակտիվ եւ աչքին գնող հայկական համայնք, որը որ դեռևս անցյալ դարի 50-ականներից է Քուվեյթում եւ բոլոր ինստիտուտներով, եկեղեցիով, դպրոցով, մշակութային եւ սպորտային ակումբներով եւ պարզապես բնականաբար այդ մարդիկ նույնպես տուժում են եւ զոհ են իրավիճակի։ Այդուհանդերձ պետք է հայտնել, որ Քուվեյթին հաջողվում է, Քուվեյթի հակաօդային պաշտպանությանը, Քուվեյթի զինված ուժերին հաջողվում է հաջողությամբ որոշ բացառություններով անշուշտ, բայց հաջողությամբ դիմագրավել այս հարձակումներին եւ որոշ երևի մոտավորապես 80-90% հաջողությամբ հրթիռները եւ դրոնները, որոնք որ թիրախավորում են այստեղ գտնվող տարբեր օբյեկտները, չեզոքացվում են։ Ասել, որ բացարձակ անվտանգ է, բնականաբար ոչ, բայց քաոսի կամ ինչ որ տագնապի պատճառ դեռ որ դեսպանությունը չի տեսնում եւ բնականon աշխատանք է իրագործվում 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև երևի 3 վատերությամբ դեսպանությունը ստացել է շուրջ 6 տասնյակ
քաղաքացուց դիմումներ, զանգեր, զանգում են շատ հաճախ, բայց հաշվի առնելով որ ոչ բոլոր զանգողներն են Հայաստանի քաղաքացի, մենք կենտրոնանում ենք նրանց վրա, ով որ ում Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություն առաջերտին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը, այդ թվում նաև իրենց ընտանիքի անդամների, ընդհանրապես Քուվեյթի հայության եւ բոլորին, որ հետաքրքրվում է թե ինչ է ենթադրվում, ինչ պետք է արվի այս կամ այն պարագայում, այսինքն աշխատանքը շարունակվում է եւ որևէ կերպ դա չի անդրադարձել դեսպանության վրա, թեև շատ անգամ ստիպված ենք շուրջօրյա ռեժիմի անցնել։ Պարոն դեսպան, ընդհանրապես քաղաքացիների տարհանում, էվակուացիայի հարց, ուրեմն եղել է թե ոչ, կամ քաղաքացիներ, որոնք մտահոգ են ու ուզում են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, ինչ է առաջարկվում նրանց։ Տարհանման մասին որևէ խոսք չի եղել, տարհանումը մի քիչ ուժեղ է ասված, այդուհանդերձ եղել է ուրեմն դիմումներ, առաջերտին այն խումբը, որոնք որ տրանզիտով են գտնվում Հայաստանում, որոնք այստեղ Քուվեյթում ներողություն, որոնք այստեղ չունեին բնակվելու տեղ եւ ապրուստի ուրեմն հնարավորություն, առաջային մեր թիրախը իրանց Հայաստան վերադառնալու օժանդակելն էր։ Ինչը եւ տեղ ունեցավ Ջազիրա ավիաընկերության հետ համատեղ նախ այդ մարդիկ գրեթե 17 օր ապրել են Քուվեյթում ստիպված անշուշտ, բայց վատ պայմաններում չէր հյուրանոցում երրորդյա սնունդի հետ մեկտեղ երբեմն նաև իրենց համար կազմակերպում էր տարբեր չեմ ասի զբոսաշրջային, բայց ամենայն դեպս պտույտներ, որպեսզի իրանք չձանձրանան պարզապես հյուրանոցում, մենք պարբերաբար հետները թե կապի մեջ ենք եղել, թե անձամբ գնացել հանդիպել ենք, թե հրավիրել ենք դեսպանություն եւ մարտի 16-ին թե 16-ին իրանք հաջողությամբ Ջազիրա ավիաընկերության կողմից կազմակերպված չվերթով Սաուդյան Արաբիայի վրայով եւ Թբիլիսիի վրայով ամբողջությամբ անվճար տեղափոխվել են Հայաստան։ Մեկ այլ խումբ քաղաքացիների, որոնք որ տեղափոխվել են Բաղդադից Քուվեյթով, Քուվեյթի վրայով Սաուդյան Արաբիայի նույնպես վրայով, մենք արդեն երկու դեսպանություններ իրար հետ տեղափոխել ենք նույնպես Հայաստան, նրանց միացել են այստեղ ուրեմն Քուվեյթի համալսարանում ուսանողները մեր 8 հոգի, ընդհանուր խումբը 17 հոգյանոց էր եւ մի քանի օր հետո 18-ին մարտի ուրեմն նույնպես Սաուդյան Արաբիայի վրայով տեղափոխվել են Երևան։ Դեսպանությունը օժանդակել է իրանց թե տրանսպորտով, թե մնացած կարիքների հոգալով, թե Սաուդյան Արաբիայի արտոնագրով մուտքի, որը որ նույնպես այսինքն այդքան էլ դյուրին գործ չէր։ Ի վերջո ամեն ինչը հաջողությամբ է ավարտվել եւ նրանք, ով որ ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, նրանք բնականաբար արդեն Հայաստանում են։ Կան դեռ որ դիմումներ, զանգեր, հարցեր, ինչ է պատրաստվում անել Հայաստանի կառավարությունը, եթե իրավիճակը կտրուկ վատթարանա։ Այսա արդեն մի քիչ այլ հարցեր են եւ դա համալիր մոտեցման արդեն կարիք ունի։ Պարոն դեսպան, այս երկրները սննդամթերք ներմուծող երկրներ են, այդ թվում նաև Քուվեյթը, հնարավոր է հայկական ապրանքներ արտահանել այդ երկիր, թե ոչ։ Ընդհանրապես Հայաստան-Քուվեյթ հարաբերությունների ուրեմն զարգացումը հիմա որ փուլում է գտնվում, այս առկա լարվածությունը, պատերազմը, որ չափով է, այսպես նաև երկկողմ հարաբերությունների համար որոշակի արգելք հանդիսանում։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ լավ եւ տեղին հարց է, անշուշտ հնարավոր է, անշուշտ կարիքը կա եւ ամբողջ տարածաշրջանում, այդ թվում նաեւ Քուվեյթը բացառություն չէ, անշուշտ այս երկրները սննդամթերքի, պայմանամթերքի զգալի մասը ներմուծում են։ Կան նաև արդեն հաջողված փորձեր, երբ որ այստեղ որոշ երկրներում վաճառվում է նաև Հայաստանում արտադրված ապրանքներ, բայց դրանք որակ չեն կազմում եւ անշուշտ դեսպանությունների մեծ մասը աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի ներկայացնեն Հայաստանի ապրանքները եւ ամենակարևորը ստեղծեն կամ օժանդակեն հուսալի լոգիստիկ ուրեմն կապուղիների ստեղծմանը, որպեսզի սննդամթերքը, պանելմաթերքը, որը որ պահանջում է հուսալիություն, դրա տեղափոխումը չի կարող կապված լինել տարբեր հանգամանքներից, այն պետք է
շատ հստակ ժամկետների մեջ գիտեք սննդամթերքի ինչ զգայուն բան է։ Ընդհանրապես իհարկե ոչ միայն սննդամթերքի մասին է խոսքը, բոլոր տեսակի ապրանքները նրանք առաջի հերթին բախվում են լուրջ լոգիստիկ խնդիրների հետ, հասկանալի պատճառներով, մինչև այս տարածաշրջան Հայաստանի միակ ուղին, որը որ կարճ ուղի է, նաև ծովային ուղի, բայց դա բավական երկար է եւ ոչ միշտ նույնպես ժամկետների առումով ձեռնտու արտահանողներին, բայց կա, այսինքն ուղիղ ճանապարհը է անցնում։ Եվ բնականաբար նմանատիպ, այսինքն իրադրություններում Իրանի ճանապարհը այլևս չի կարող համարվել հուսալի եւ խարխլում է այդ լոգիստիկ կապուղիները, որոնք որ եւ նաեւ խոչընդոտում են արտահանմանը։ Դա ընդհանուր առմամբ խնդրեմ է եւ մենք հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի շատ շուտ եւ այդ հուսալիությունը նորից կվերականգնվի։ Հետաքրքիր է, պարոն Առաքելյան, մեծ հաշվով Հայաստանի քաղաքացիները Քուվեյթում այս պահին մեծ հաշվով այդ դժվարությունները չունեին, ինչ պատերազմի առաջին օրերին էր։ Որ դժվարությունների մասին է խոսքը ներողություն։ Նկատի ունեմ այն անհարմարությունը, այն անվտանգության խնդիրները, որ ստեղծվել էին քաղաքացիների համար։ Իսկ հիմա էական փոփոխություն տեղի չի ունեցել, նույնն է, ինչ որ պատերազմի առաջի օրերին, հիմա նույնն է։ Գրեթե ամեն օրվա դրությամբ մենք ստանում ենք տեղեկություններ, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը խոցել է X քանակությամբ հրթիռներ կամ դրոններ, նրանք հաջողությամբ չեզոքացվել են, եղել են նաև դեպքեր անշուշտ, որոնք հասել են ցավոք սրտի տեղ են հասել, մի քանի օր առաջ ռմբակոծվել էր կրկին անգամ Քուվեյթի օդակայանը, այնտեղ այրվել են ուրեմն վառելիքի պահեստները, այսօր առավոտյան նույնպես ստացանք տեղեկություններ, որ եւս մեկ անգամ հարված է հասցվել նույն վառելիքի պահեստներին, միջև այդ ինչ որ հրթիռ էր ընկել էլեկտրոկայանի տարածքում, մեկ աշխատող էր զոհվել, մի քանիսներ վիրավորվել էին, բայց որ ասես այտենց ինտենսիվ հրթիռակոծման կամ ռմբակոծման է ենթարկվում Քուվեյթը ոչ։ Խոճապել չկա համայնքում մեծ հաշվով։ Ընդհանրապես երկրում խոճապ չկա, բնականաբար այդ խոճապի բացակայությունը նաև դրականորեն անդրադառնում է հայ համայնքի վրա։ Բայց կա իհարկե հոռետեսություն։ Տեսեք նաև նշվում էր, որ իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը, սա էլ իր հերթին տնտեսական լուրջ խնդիրներ է ստեղծում։ Խոսքը ոչ թե Քուվեյթի կենտրոնական բանկի մասին է, խոսքը National Bank of Kuwait-ը դա մասնավոր բանկ է, որը որ ուղղակի իրանք երկնակերեր ունեն եւ համարում են, որ իրանք երկնակերեր հարմար թիրախ են դրոնների համար։ Ընդամենը դա է պատճառը, բայց ես վստահ չեմ, դուք որ ասում եք իրանական հարվածները, եկեք թողենք մի կողմ, հա, այդ մենք որևէ մեկը չի կարող այս պարագայում հաստատի սրանք իրանական են եղել, իրանական չեն եղել, որովհետև երբեմն հարվածներից հետո թե Իրանը, թե Իսրայելը սկսում են իրար մեղադրել այն բանում, որ իրանք են եղել պատճառը։ Ես զուտ այսպես մամուլի լրատվամիջոցների հրապարակումը մեջ բերեցի, այո, երբեմն Իրանը ուրեմն առաջարկում է հետաքննել ապացուցելու, որ իսրայելական կողմից են այդ հարվածները։ Մենք չենք կարող մեկնաբանել դա, պարզապես խնդրում եմ զգուշավոր լինել, ասելիս, որ իրանական հարվածները կամ որևէ այլ բան։ Պարոն Առաքելյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Կապ էինք հաստատել Քուվեյթ, զրուցում էինք Քուվեյթում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Արսեն Առաքելյանի հետ։